Այսօր մենք պիտի շարունակենք Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու կոչում ընծայության գրքի ընթերցումը, որը մկրտության պատրաստողների համար էր։ Ուսուցում երկրորդ արված Երուսաղեմում ապաշխարության եւ մեղքերի թողության եւ հակառակորդի մասին։ Ինչի մասին էր այս ուսուցումը, հիշեցնեմ, մարդու մեղավոր լինելու մասին էր եւ Աստծո ներողամտության մասին էր, որ մարդը մեղավոր է, մեղքեր ունի, մեղքի զգացում ունի, միշտ մեղանչական է եւ Աստված էլ ներողամիտ է եւ վերջացնում էր ասում նույնիսկ ամբողջ աշխարհի մեղքը ավելի փոքր է, քան Աստծո ներողամտության մի կաթիլը։ Այսինքն որպեսզի մեղավոր մարդը չհուսահատվի, որ հանկարծ իր մեղքը այնքան մեծ է, որ Աստված իրան չի կարա ների, այդպիսի բան չկա։ 11-րդ Իսկ եթե կամենում ես, որ քեզ այլ օրինակներ եւս պատմեմ, եկ անդրադառնանք երանելի Դավթին եւ նրան համարիր քեզ համար ապաշխարանքի օրինակ։ Այս մեծ մարդը սխալվեց։ Ցերեկվա հանգստից հետո երեկոյան տանիքի վրա քայլելիս հանկարծ տեսավ եւ իր հետ պատահեց մարդկային մի բան։ Մեղք գործվեց, բայց դրա հետ չկորավ մեղքը խոստովանելու բարի ձգտումը։ Իսկ ինչ եղավ Դավթի հետ, ում մասին է խոսում։ Իսրայելի Դավիթ թագավորի մասին է խոսում, Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին։ Ինչ եղավ։ Դավիթ թագավորը մի անգամ կեսօրից հետո իր պալատի տանիքում հանգստանում էր, զբոսնում էր եւ հանկարծ տեսավ Երուսաղեմի տներից մեկի տանիքի վրա մի կին լողանում է, մերկացել է եւ լողանում է, եւ իր ուշադրությունը գրավեց այդ կինը։ Թագավոր էր, մարդ ուղարկեց եւ այդ կնոջը բերել տվեց։ Եվ ինչ արեց, այդ կնոջ հետ ինքը շնացավ։ Այդ կին իրեն ցանկալի եղավ եւ ինքը շնացավ այդ կնոջ հետ։ Այդ կնոջը բերել տվեց Դավիթ թագավորը եւ այդ կնոջ հետ շնացավ։ Բայց հետաքրքիր է։ Գյուրեղ Երուսաղեմացին ոնց է ներկայացնում Դավիթ թագավորի այդ մեղքը, շնանալու մեղքը։ Ասում է հանկարծ տեսավ եւ իր հետ պատահեց մարդկային մի բան։ Այսինքն չի ասում մի արտառոց բան եղավ։ Ասում է մարդկային բան եղավ, այսինքն մարդուն հատուկ մի բան, ամեն մարդ էլ կարող գնի մեղքի մեջ, ուզում է ասել։ Եվ ինչ եղավ, բայց դրանով չավարտվեց Դավիթի մեղքը։ Դավիթը շնացավ այդ կնոջ հետ, հետո այդ կինը լուր տվեց, որ ինքը հղի է։ Դավիթն էլ պարզեց, որ այդ կինը Բերսաբեն, ում հետ շնացել էր, իր զորավարներից մեկի Ուրիայի կինն է, որը գտնվում է պատերազմի դաշտում, Ուրիան, այդ ժամանակ։ Դավիթ թագավորի համար կռվում էր, պատերազմում էր, Դավիթն էլ իր կնոջ հետ շնացել է։ Դավիթը որպեսզի ծածկի այդ շնանալու հանգամանքը, որպեսզի չբացահայտվի, որ այդ կինը հղիացել է, ումից հղիացել, վերջը, այդ մեղքը ծածկի, ինչ արեց։ Ուրիային կանչել տվեց ռազմի դաշտից, ինչ որ մի պատրվակով, կարծես թե մի հանձնարարությամբ։ Եվ Ուրիային ասեց, ես քեզ հանձնարարություն ունեմ, բայց հոգնած ես, ռազմից ես եկել, գնա տուն, հանգստացի, վաղը կգաս, ես քեզ ուրեմն հանձնարարությունը կտամ։ Ինչի համար ուղարկում էր Ուրիային իր տուն, որ Ուրիան գնար իր կնոջ հետ քներ եւ հետո պարզվեր, բանը, այդ իր շնության մեղքը ծածկվեր, որ երեխան եթե ծնվել է, այսինքն Ուրիայից եղավ այդ երեխան։ Բայց ի զարմանս Դավթի առավոտյան ծառաներն եկան, ասեցին, որ Ուրիան չի գնացել տուն։ Քնել է Դավիթի պալատի աստիճանների վրա։ Տուն չի գնացել, գիշերել է Դավթի պալատի աստիճանների վրա, եւ երբ որ Դավիթը կանչեց Ուրիային, ասեց ինչի չես գնացել տուն, Ուրիան ինչա պատասխանում, ասեց իմ ընկերները ռազմի դաշտում են, թշնամու դեմ են, կյանք ու
մահվան կռվի մեջ են, ես ոնց գնամ իմ կնոջ հետ անկողնում պարկեմ։ Ես իրանց դավաճանած կլնեմ, եթե ես այդպես վարվեի։ Ես քո աստիճաններին քնել եմ, ինձ հանձնարարությունը տուր, ես պիտի վերադառնամ ռազմի դաշտ։ Եվ Դավիթ թագավորին չարեց, մեծ մեր գործեց, ավելի մեծ, քան իր շնացումը։ Մի նամակ գրեց, բայց այդ նամակը ուղղված էր ընդհանուր հրամանատարին եւ հանձնարարեց Ուրիային, որ այդ նամակը Ուրիայի համար տանի տա զորքերի հրամանատարին։ Եվ ինչ էր գրում նամակի մեջ։ Նամակի մեջ գրում էր. պատերազմի դաշտում Ուրիային ամենաթեժ կետում կդնեք եւ դուք կնահանջեք, որպեսզի Ուրիան մնա թշնամու հարվածի տակ եւ սպանվի։ Այսինքն Դավիթը կազմակերպում էր Ուրիայի սպանությունը։ Եվ այդպես էլ եղավ։ Ուրիային դրեցին ռազմի դաշտի ամենաթեժ կետերից մեկում եւ իրենք թողեցին Ուրիային մենակ թշնամու դեմ եւ թշնամին Ուրիային սպանեց։ Այսինքն Դավիթը ոչ միայն Ուրիայի կնոջ հետ շնացավ, այլ նաեւ ամուսնուն էլ սպանել տվեց, որ չբացահայտվի։ Եվ դրանից հետո ինչ արեց Դավիթը։ Ամուսնացավ Ուրիայի կնոջ հետ։ Այստեղ արտառոց չէր, որտեվ այն ժամանակ հրեա իրականության մեջ թագավորները մի կին չեն ունենում, բազմաթիվ կանայք են ունենում։ Ոչ միայն կանայք են ունենում, այլ նաև բազմաթիվ հարճեր են ունենում։ Ասում է Դավիթ թագավորը 1000-ի չափ կանայք եւ հարճեր ուներ։ Դրանցից մեկն էլ եղավ Ուրիայի կինը Բերսաբեն։ Հետո մենք պատմություն, որ կարդում ենք Սուրբ գրքի ընթացքը, տեսնում ենք, որ թե ինչպես Դավիթ թագավորի որդիները տարբեր կանանցից իրար հետ պայքարի մեջ էին մտել։ Թագավորական գահի համար։ Նույնիսկ որդիներից մեկը Դավթի դեմ ապստամբվեց եւ Դավիթը ստիպված փախստական դարձավ։ Աբիսողոմը։ Հիմա այս ուղղակի ընդհանուր ներկայացնենք։ Ուրեմն Դավիթ թագավորը մեղք գործեց։ Այս մասին է հիշատակում Գյուրեղ Երուսաղեմացին։ Ես ներկայացրի պատմությունը ինչ եղավ։ Կնոջ հետ շնացավ, հետո ամուսնուն սպանել տվեց ու կնոջը որպես կին առավ, որից հետո ծնվեց, այսինքն այդ որ կինը հղիացել էր, այդ զավակը ծնվեց ու մահացավ։ Եվ Դավիթը ընդունեց որպես իր մեղքի պատիժ, բայց միայն այդքանով չպատժվեց, այսինքն այդ կինը, որ հղիացել էր, այդ ծնված զավակը մահացավ, բայց հետո նորից զավակ ծնվեց, որ եղավ Դավթի հաջորդ թագավորը Սողոմոնը, եւ այդ թագավորների տարեգրության մեջ, պատմության մեջ ասում է Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից, որին ինքը վերցել էր, հիշում եք, այդպես կա ավետարանում։ Դավիթը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջից, այսինքն Ուրիայի կնոջը ինքը որպես կին առավ իրեն եւ դրանից ծնվեց Սողոմոն թագավորը։ Մեղք գործվեց, բայց դրա հետ չկորավ մեղքը խոստովանելու բարի ձգտումը։ Դավիթը մեծ մեղք գործեց, բայց մեղքը խոստովանելու բարի ձգտումը չկորցրեց։ Եկավ Նաթան մարգարեն, արագ դատողն ու վերքը բուժողը եւ ասաց. Տերը զայրացավ, դու մեղք գործեցիր։ Թագավորին այսպես ասաց պարզ մարդը, բայց ծիրանազգես Դավիթ արքան չզայրացավ, քանզի իր ուշադրությունը ոչ թե խոսողի վրա էր, այլ նրան ուղարկողի վրա։ Ով էր ուղարկել Նաթանին, Աստված էր ուղարկել։ Այսինքն ինքը չի ասում, որ Նաթանն եկել իրեն հանդիմանելու, որ Աստված ուղարկել է, որ իրեն հանդիմանի։ Եվ հիշում եք, եթե կհիշեք, Նաթանը ուղակի չեկավ, ասեց մեղք գործեցիր։ Նաթան եկավ մի առակ պատմեց Դավթին։ Ինչ առակ պատմեց։ Ասեց մի աղքատ մարդ կար, որ մի հատ գառնուկ ուներ։ Եվ այդ գառնուկին ինքը իր սեղանից էր կերակրում, իր անկողնում էր քնացնում, այսինքն
փայփայում խնայում էր իր գարնուկին եւ ասում է աղքատի հարևանությամբ ապրում էր մի հարուստ մարդ, որը հարյուրավոր, հազարավոր ոչխարներ ուներ եւ ասում է մի օր հարուստի տունը հյուր եկավ, հարուստը իր ծառային ուղարկեց, որ աղքատի գառնուկը գողանան, մորթեն եւ իր հյուրին կերակրեն այդ գառնուկով։ Նաթանը մարգարեն այս պատմությունը պատմեց Դավիթ թագավորին եւ ասեց Դավիթին. ինչպես կդատես այդ հարուստին, ինչի արժանի այդ արարքի համար։ Դավիթն ասեց մահվան արժանի, որ աղքատի գառնուկը գողացավ միակ գառնուկը, իր 100 գառնը, հազարավոր գառներ թողեց եւ այդ ժամանակ Նաթան մարգարեն ասեց այդ հարուստը դու ես։ Դու Ուրիայի կնոջը գողացար, ուրիշի կնոջը գողացար, դու հազարավոր կանայք ունենալով։ Եվ Դավիթը հասկացավ իր մեղքը։ Եկավ Նաթան մարգարեն, արագ դատողն ու վերքը բուժողը, եւ ասաց. Տերը զայրացավ։ Դու մեղ գործեցիր։ Թագավորին այսպես ասաց պարզ մարդը, բայց ծիրանազգեզ Դավիթ արքան չզայրացավ, քանզի իր ուշադրությունը ոչ թե խոսողի վրա էր, այլ նրան ուղարկողի վրա։ Նրա միտքը չմտագնեց կանգնած զինվորների բազմությունը, քանզի նա մտովին տեսնում էր տիրոջ հրեշտակների զորքը եւ տագնապեց, ասես տեսնելով անտեսանելին։ Պատասխանելով նրան ավելի ճիշտ նրա միջոցով ուղարկողին նա ասում է. մեղանչեցի տիրոջ առաջ, տեսնում ես թագավորի համեստությունը, տեսնում ես խոստովանությունը, միթե որևէ մեկը քննադատել էր նրան, կամ միթե շատ մարդիկ էին իմացել իր գործած մեղքը, գործն արագ էր կատարվել, եւ մարգարեն իսկույն ներկայացել էր իբրև մեղադրող, եւ մեղսագործը խոստովանում է իր արարքը, եւ քանի որ խոստովանել էր շնորհակալությամբ, արագ ուժվեց, քանզի մեղադրող Նաթանն իսկույն ասում է. Տերը ներեց քո մեղքը։ Տեսնում ես մարդասեր Աստծու որոշման այսքան արագ փոփոխությունը, բայց մարգարեն վերջում ասում է. դու զայրացնելով զայրացրիր տիրոջ թշնամիներին, դու իրավի ունեիր բազում թշնամիներ, բայց քեզ պահպանում էր խելամտությունը, իսկ այժմ դավաճանելով այդ հզոր զենքին, քո դեմ ունես թշնամիներ, որոնք արդեն կազմակերպել են քո դեմ հարձակումը։ Ինչի նկատի ունի իր որդի Աբուսողոմի ապստամբությունը, որ ապստամբեց Դավթի դեմ եւ ուզում էր հորը սպանել, որպեսզի ինքը գահին տիրեր եւ երկար ժամանակ Դավիթը փախստական ու թափառական եղավ մինչեւ Աբիսողոմի մահը։ Այս հատվածում Հյուրեր Սաղանացին ներկայացնում մարգարե մարդու, Դավիթը մարգարե էր, Աստծո շնորհն էր վրան։ Դավթին Աստված հատուկ ընտրել էր պատանի ազգին եւ Սամուել մարգարեին ուղարկել էր, որ օծի Դավթին, հələ պատանի էր Դավիթը, օծի արդեն որպես, այսինքն Աստծո օծյալն էր Դավիթը։ Բայց Դավիթը սայթաքեց, մեղանչեց եւ ասում մարդկային էր այդ ամեն ինչը։ Ուրեմն ամեն մարդ էլ կարա սայթակի, բայց կարևորն ինչ է, որ ասում է զղջաց եւ խոստովանեց մեղքը, ընդունեց իր մեղքը, չմնաց մեղքի մեջ, չկարծրացավ մեղքի մեջ։ Այս ցույց տալու համար է ներկայացնում այս հատվածը։ Շարունակենք 12։ Մարգարեն այսպես մխիթարեց նրան։ Իսկ երանելի Դավիթը, թեև շատ պարզ լսեց Նաթանին, Տերը ներեց քո մեղքը, բայց թագավոր լինելով հանդերձ չհրաժարվեց ապաշխարելուց եւ ծիրանու փոխարեն քուր ձեր հագավ։
ոսկե զարդ գայի փոխարեն նստեց մոխրի և հողի վրա։ Ոչ միայն մոխրի վրա նստում էր, այլև մոխիր ուտում։ Ինչպես ինքն է ասել, մոխիր կերահացի տեղ և ըմպելիքս արտասուքով խառնեցի։ Սաղմոս 101:9 համար։ Դավթի Սաղմոսն է։ Նույն աչքերից, որոնցից բխեց այդ անօրեն ցանկությունը, աչքով տեսավ, ցանկացավ, որոնցից բխեց այդ անօրեն ցանկությունը, այժմ արցունքներ էին հոսում։ Ամեն գիշեր հեծեծանքով կլվամ մահիճս և իմ արտասուքով կթրջեմ անկողինս։ Սաղմոս 6:7։ Սու Դավիթի խոսքերն են իր զղջումի իրապաշխարության մասին։ Իշխանավորները նրան խնդրում էին հաց ուտել, բայց նա չէր համոզվում։ Ամբողջ 7 օր նա ծոմ պահեց։ Եթե թագավորն այսպես խոստովանում էր, ապա դու հասարակ մարդ, միթե պարտավոր չես խոստովանել։ Եվ Աբիսողոմի ապստամբությունից հետո ևս, մինչդեռ նա կարող էր փախչել այլ ճանապարհներով, գերադասեր Ձիթենյաց անտառով փախչել, ասես մտովին խնդրում էր Փրկչի ողորմածությունը, որն այդ վայրից պիտի համբարձնար երկինք։ Հետագայում, Դավիթը ապրել է Քրիստոսից 1000 տարի առաջ, բայց մարգարեաբար ասում է, կարծեք թե Քրիստոսի ողորմություն էր խնդրում, դրա համար Ձիթենյաց լեռով փախավ, իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս Ձիթենյան լեռան վրայից համբարձվեց երկինք։ Հիշում եք, ասում է Սուրբ խաչը երևաց Երուսաղեմի երկնակամարում, Երևան խաչի տոնին։ Մի ծայրը Գողգոթայի վրա էր, որտեղ Քրիստոս խաչվեց, մյուս ծայրը որտեղ Ձիթենյաց լեռան վրա, որտեղից Քրիստոս համբարձվեց երկինք։ Ասես մտովին խնդրում էր Դավիթը, ասես մտովին խնդրում էր Փրկչի ողորմածությունը, որն այդ վայրից պիտի համբարձնար երկինք։ Ու մինչդեռ Սեմեին Դավթին խիստ ծանր անիծում էր, նա ասաց. թողեք նրան անիծի, քանզի նա գիտեր, թե ով ներում է, նրան պիտի ներվի։ Մի Սեմեի անունով մեկը կար, որը Դավթին անիծում էր իր փախստական վիճակի մեջ, իր Դավթի զինակիցներն ուզում էին սպանել, ինքը թույլ չտվեց, ասեց թողեք, թող անիծի։ Երկու բան կա սրա մեջ։ Մի կողմից, որ արժանի եմ, որ ինձ անիծեն, արժանի եմ, որ ինձ պախարակեն, մեղավորեն, մյուս կողմից էլ այստեղ ասում է ներեց, որպես ինքն են ներում գտնի։ Չպատժեց, եթե պատժեր, ինքն են ներում չէր գտնելու։ Թող մեզ այնպես, ինչպես մենք ենք թողնում մեր նկատմամբ մեղք գործողներին։ 13. Տեսնում ես, թե օգտակար է խոստովանելը, տեսնում ես, թե բոլոր ապաշխարողներին փրկություն կա։ Սողոմոնը ևս ընկավ մեղքի մեջ և ինչ արեց, բայց հետո ես զղջացի, առակաց Սողոմոնի առակները 24:32։ Աքաբը ևս Սամարիայի թագավորը դարձավ ամենաանօրեն կռապաշտը, նա դարձավ մարգարեասպան, նրան օտար էր բարեպաշտությունը, նա ցանկանում էր հափշտակել այլոց դաշտերն ու այգիները, բայց երբ Աքաբը իր կին Հեզաբելի միջոցով սպանեց Նաբութային, Նաբոթ, որոշ թարգմանությունների մեջ գրված է Նաբոթին, որի այգին խլելու համար սպանել տվեց։ Նաբութային, երբ Եղիա մարգարեն ներկայացավ և սոսկ սպառնաց նրան, նա պատռեց իր զգեստները և քուրձեր հագավ։ Եվ մարդասեր Աստված ինչ ասաց Եղիային. տեսա՞ր, ինչպես իմ առաջ զղջաց Աքաբը։ Թագավորած 3-րդ թագավորությունների գիրք 21-29 համար։ Այս խոսքերով, որ Աստված ասես տեսա, որ զղջաց,
Այս խոսքերով Աստված ուզում է Մարգարեի բորբոքված հոգուն ներշնչել համաձայնություն մարդասպանի զղջման համար, քանզի ապրում է, ասաց, նրան չարիք չեմ պատճառելու, Աքաբինի նկատի ուներ։ Թեև ներման արժանանալուց հետո ևս Աքաբը չէր հեռանում չարիքից, ներողը ներում է նրան, ապագան հայտնի էր նրան, բայց նա ներում էր, շնորհում նրան այժմ, ասում է Աքաբը չարիքից չէր հեռանում, Աքաբը այն թագավորն էր, որը Եղիա մարգարեի ժամանակ էր, հիշում եք, Եղիան կռապաշտ մարգարեներին սպանեց, 2 շաբաթ առաջ էր Եղիա մարգարեի տոնը, կռապաշտ մարգարեներին սպանեց, Աքաբ ուզեց Եղիային սպանի, Եղիան փախավ, գնաց Աստծուն հանդիպեց, այսինքն Եղիան շարունակում էր իր կռապաշտ աստվածամերժ ընթացքը։ Եվ ինչ է ասում, ներման արժանանալուց հետո ևս Աքաբը չէր հեռանալու չարիքից, չէր հեռանալու, այսինքն նորից չարիքներ պիտի գործեր։ Ներողը ներում է նրան, ներողնովը Աստված։ Աստված ներում է նրան, ապագան հայտնի էր նրան, բայց նա ներում էր, շնորհում նրան այժմ, որսալով հարմար պահ, երբ Աքաբը զղջում հայտնեց։ Թեև ասում է ապագան հայտնի էր, Աստված գիտեր, որ Աքաբը էլի մեղքերի մեջ պիտի մնի, Աստծուն ամեն ինչ հայտնի է, բայց ասում է, երբ որ զղջում էր Աքաբը, Աստված ներում էր նրան, իմանալով հանդերձ, որ ի վերջո Աքաբը մեղքի մեջ պիտի մնա, չպիտի դառնա դեպի Աստված, բայց ներում էր։ Ինչի է։ Այդ էլ արդար դատավորին բնորոշ հատկությունն է։ Յուրաքանչյուր արար դատել առանձին եւ ժամանակին։ Հասկացաք, այսինքն ընդհանրապես մարդուն չի դատում, այլ եթե այս արարքը գործեցիր, դու սրա համար զղջացիր, Աստված ներում է, չի ասում դու վատ մարդ ես, չէ, քեզ պետք չի ներել։ Հա? Այսինքն եթե մարդը մեղանչում է եւ զղջում է, Աստված ներում է։ Պետրոսն ասեց, քանի անգամ ներեմ մեղանչողին, Աստված ինչ ասեց, 7 անգամ 70։ Եթե ինքը մարդուն հանձնարարեց այդպես ներել, առավել ևս ուրեմն այդպես ներում է։ Այս ինչ է նշանակում, մենք այս բեռնաբառերով ասում ենք 7 անգամ 70, այսինքն մարդը կարա մեղանչի, զղջա, Աստված ների, հետո նորից մեղանչի, հետո նորից մեղանչի, հետո նորից մեղանչի, ինչքան անգամ, 7 անգամ 70, և Աստված ներում է, բայց կարևոր է, որ զղջա, մեզ արտառոց է թվում, լավ, մարդը այդքան անգամ կարա մեղանչի ու զղջա, մենք կհավատանք դրա զղջմանը, մենք չենք ուզում հավատանք, որ այդ մարդը զղջում է, եթե այդքան անգամ մեղանչում է, բայց այդ մարդուն հանգիստ թողնենք դառնանք մեզ, մենք մեղանչում ենք 7 անգամ 70, մենք 7 անգամ 7000 ենք մեղանչում, ուզում ենք, որ Աստված մեզ ների, բայց եթե մենք 7 անգամ 7000 մեղանչելով ուզում ենք, որ Աստված ների, ոնց ենք կասկածում, որ ուրիշ 7 անգամ 70 Աստված չպիտի ների, ինչ ենք կասկածում, որ այդ մարդը զղջում է, եթե մենք 7 անգամ 7000 մեղանչում ենք ու մենք մտածում ենք, որ մենք իսկապես զղջացինք այս անգամ, բայց ինչ ենք կասկածում ուրիշի զղջման վրա։ Ուրեմն վերջի նախադասություն այդ հատվածի, այդ էլ արդար դատավորին բնորոշ հատկությունն է, յուրաքանչյուր արարք դատել առանձին եւ ժամանակին։ 14. Հերոբովամը նույնպես զոհասեղանի առաջ կանգնած զոհ էր մատուցում կուռքին։ Սա Իսրայելի թագավորներից մեկն էր։ Երբ նա ձեռքը մեկնելով հրամայեց ձերբակալել իրեն հանդիմանող մարգարեին, նրա ձեռքը չորացավ, որտեղ երբ որ ինքը կուռքերին զոհ էր մատուցում, մարգարեն եկավ հանդիմանեց, որ Աստծո տաճարի մեջ կռապաշտություն ես անում, ես ինչ ես անում։ Եվ ասում է, ինքն էլ ձեռքը մեկնեց, որ ձերբակալեն, բռնեն այդ մարգարեին, բռնեն, սպանեն, ձեռքը չորացավ օդի մեջ։
Նրա ձեռքը չորացավ, բայց փորձից իմանալով, թե ինչու այդ պատահեց իրեն, ասաց մարգարեին. «Քո Տեր Աստծուն աղոթիր համար»։ Գ. Երրորդ Թագավորություններ 13:6 Եվ այդ խոսքից հետո վերականգնվեց նրա ձեռքը։ Եթե Հերովաբամին բժշկեց մարգարեն, միթե Քրիստոս չի կարող բուժել քեզ եւ ազատել մեղքերից։ Մանասեն եղել է ամենաանօրենը։ Մանասեն, գիտեք, Իսրայելի թագավորներից էր, Եզեկիա թագավորի որդին էր, որը ամենաբարեպաշտ թագավորներից մեկն էր Եզեկիան։ Եզեկիային նմանեցնում են Դավթին։ Դավթի նման բարեպաշտ եւ աստվածապաշտ եւ Աստծուն հաճելի թագավոր էր Եզեկիան, բայց իր որդին Մանասեն ամենաանօրեն եւ ամենամեղավոր թագավորներից մեկն էր։ Մանասեն եղել է ամենաանօրենը։ Նա ծղոցեց Եսայի մարգարեին, մասնակցեց կուռքերի պաշտամունքին եւ Երուսաղեմը ողողեց անմեղ զոհերի արյամբ։ Մանասեի պատմության մեջ կա, ուրեմն Եսայի մարգարեն եղել էր Մանասեի ուսուցիչը, հետո ինքը իր ուսուցչին սղոցել տվեց, կենթանի սղոցով կտրեցին Եսայի մարգարեին, այդպես նահատակվեց, Մանասեն արեց այդ բանը։ Եվ ամբողջ Երուսաղեմը ասում է արյան մեջ խեղդեց, վերացնում էր Աստված պաշտություն եւ կռապաշտություն էր մտցնում Մանասեն։ Բայց գերի տարվելով Բաբելոն, հետո գերի տարվեց Բաբելոն։ Ինչքան նրա կրած չարչարանքները մեծանում էին, այնքան նա փշրվում էր եւ խորապես զղջում։ Եվ նա բուժվեց։ Քանզի գիրքն ասում է. նա խիստ նվաստացավ իր նախնիների Աստծո առջև եւ աղոթեց Աստծուն։ Աստված լսեց նրա աղաչանքը եւ նրան վերադարձրեց Երուսաղեմ իր թագավորությանը։ Երկրորդ մնացորդաց 33:12-13 Եթե զղջումով փրկվել է նա, ով սղոցել էր մարգարեին, դու որ այդքան ահավոր բան չես արել, միթե չես կարող փրկվել։ Տես, թե այդքան թեթևամտորեն չթերագնահատես ապաշխարության զորությունը։ Այսինքն ապաշխարությամբ ամեն ինչ հնարավոր է։ Մեղքերի թողություն, զղջում եւ ազատագրում մեղքեր։ Ուրեմն եւ մենք գիտենք, որ Մանասե թագավորին, մենք ունենք Մանասե թագավորի աղոթքը։ Դուք կարող եք հիշեք, մեծ պահքի ժամանակ մենք ամեն օր, օրը 2 անգամ Մանասե թագավորի աղոթքը կարդում ենք։ Այդ աղոթքը, որտեղ Մանասե թագավորը իր զղջումն է հայտնում։ Տեր ամենակալ Աստված Աբրահամի, Իսահակի, Հակոբի, հիշում եք այդ աղոթքը։ Թող ինձ զմեղսի։ Ուրեմն այս Մանասեի թագավորին էր հիշատակում։ 15. Կուզես իմանալ ինչքան հզոր է ապաշխարելը։ Կուզես իմանալ փրկության զենքի զորությունը եւ հասկանալ, թե ինչ զորություն ունի խոստովանանքը։ Եզեկիան խոստովանանքի ուժով փախուստի մատնեց 185,000 թշնամու։ Իրոք, այս իմ ասածը մեծ բան է, բայց շատ փոքր է իմ այժմ ասելիքի համեմատ։ Նույնիսկ Եզեկիան կարողացավ ապաշխարությամբ ետ կանգնեցնել արեգակի կայացած արդեն կայացած աստվածային որոշումը, որն իրեն հայտնել էր Աստված, քանզի երբ Եզեկիան հիվանդացել էր, Եղիա մարգարեն ասաց նրան. «Պատվեր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու»։ Եսայի 38:1 Ուրեմն ինչ ակնկալություն, փրկության ինչ հույս, երբ մարգարեն ասաց, քանզի դու մեռնելու ես, չես ապրելու։ Հիշում եք այդ պատմությունը։ Նախ երբ Եզեկիա թագավորի ժամանակ
թշնամական զորքը պաշարել էր Երուսաղեմը եւ ճար չունեին, ինչ արեց Եզեկիա թագավորը գնաց Աստծո տաճար, թշնամու բերած նամակը, որ նախատում էր դրեց եւ արտասուքով աղոթք արեց։ Եվ Աստծո հրեշտակը ասում մի գիշերում թշնամական բանակի մեջ 185,000 զինվոր սպանեց եւ թշնամին փախավ, լքեց եւ ազատվեց։ Հետո էլ ասում է մարգարեն եկավ, Եղիա մարգարեն եկավ եւ Եզեկիային ասաց, որ քո ժամանակ եկել Աստված ասում է պատվեր դու տանդ, որովհետեւ պիտի մեռնես, հիվանդացել էր Եզեկիան։ Եվ ինչ արեց։ Այնտեղ էլ ասում է Եզեկիան շրջվեց դեպի պատը, զղջումով դառնորեն լաց եղավ եւ խնդրեց Աստծուն եւ ասում է, տեսեք, ասում է նույնիսկ Աստված իր որոշումը փոխեց։ Մարգարեն եկավ եւ Եզեկիային ասեց Աստված քո կյանքի տարիների վրա 15 տարի ավելացրեց։ Այսինքն չես մեռնելու, Աստված իր որոշումը փոխել։ Ինչի համար ասում, զղջում ապաշխարությունը նույնիսկ այսքան ուժ ունի, այսքան զորություն ունի, որ Աստված կարա իր որոշումը փոխի։ Զղջման ապաշխարության կարևորությունն է սրանով, այս օրինակներով փաստում, ուրեմն Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրապետը։ Բայց Եզեկիան չհրաժարվեց ապաշխարելուց, որովհետև հիշեց Սուրբ գրքում ասվածը, երբ դարձի գաս եւ խորը հառաչես, այն ժամանակ կփրկվես։ Եսայի 30:15։ Նա երեսով շրջվեց դեպի պատը եւ միտքը մահճից դեպի երկինք բարձրացնելով, քանզի պատերի հաստությունը չի խանգարում, որ երկյուղածությամբ դեպի երկինք ուղված աղոթքները հասնեն այնտեղ, ասում է. հիշիր ինձ Տեր, քանզի սոսկ քո հիշելն իսկ բավական է, որ ես բժշկվեմ։ Ժամանակը չի սահմանում եւ չի սահմանափակում քո գործողությունները, այլ դու ես կյանքի օրենսդիրը, քանզի մեր կյանքը առնչություն չունի աստղերի գոյության եւ շարժման հետ, ինչպես ոմանք զրախոսում են թեթևամտորեն, քանզի դու Տեր սահմանում ես եւ մեր կյանքը եւ ապրելու միջոցները։ Այս խոստովանությունից հետո նրա կյանքը, որ մարգարեի հաղորդման համաձայն անհուսալի էր, երկարեց եւս 15 տարի, եւ այդ դեպքը նշանավորվեց արևի դեպի ետ ընթանալով։ Հիշում եք, երբ մարգարեն ասեց, որ Աստված քո կյանքի օրերը երկարել է, նաեւ ինչ ասեց հետեւյալը նշան կլինի։ Ուրեմն արևի ժամացույցը, որ ստվերը սենց պտտում էր ժամացույցը, ասեց 15 աստիճան վեր կբարձրանա, այսինքն իջնում էր ստվերը, այսինքն չեղավ, ժամանակ ոնց որ հետ գնաց, արեգակը հետ պտտվեց, հետ գնաց իր դիրքի մեջ եւ սրանով նույնիսկ ասում է սենց նշան եղավ, այսինքն բնության ընդունված օրենքը խախտվեց։ Եզեկիայի համար արեգակը յետընթաց շարժվեց, իսկ Քրիստոսի համար արևը խավարեց, երբ որ Քրիստոս խաչի վրա էր։ Ընթացքը չփոխեց, այլ խավարեց եւ անհետացավ եւ դրանով հայտնեց այդ երկուսի Եզեկիայի եւ Քրիստոսի տարբերությունը։ Եզեկիան կարողացավ փոխել Աստծո որոշումը, իսկ Հիսուս միթե չի կարող մեղքերին թողություն շնորհել։ Ապաշխարիր եւ հառաչիր քո անձի համար, փակիր դուռը եւ աղոթիր, որպեսզի ներում լինի, որպեսզի հանգեն քեզ պատող այրող բոցերը, որովհետեւ խոստովանանքը կարող է եւ կրակ հանգցնել եւ առյուծներ ընտելացնել։ 16. Եթե չես հավատում, ապա լոկ հիշիր, թե ինչ կատարվեց Անանիայի եւ նրա ընկերների հետ, ինչպիսի
ջրհորներից օգտվեցին, քանի դույլ ջուր կարող էր հանգցնել 49 կանգուն բարձրացած բոցը, բայց որտեղ բարձրանում էր բոցը, այնտեղ գետի պես հոսում էր հավատքը, այնտեղ արտասանում էին չարիքի հակաթույն զղջման աղոթքները։ Ինչի մասին է խոսքը։ Հիշում եք Սեդրաքի, Միսաքի, Աբեդնագովի պատմությունը, որոնց Նաբուգոդոնոսոր թագավորը գցեց բորբոքված հնոցի մեջ եւ ասում բոցը բարձրանում էր 49 կանգուն, այդքան բորբոքված էր, որ ասում ով մոտենում էր հնոցին այրվում էր։ Այս 3 պատանիներին ինչի գցեցին հնոցի մեջ։ Մի բանի համար իրենք հրաժարվեցին երկրպագել Նաբուգոդոնոսոր թագավորի արձանին, որ կանգնեցրել էր մեծ ոսկի արձան եւ ասել էր օրվա որ ժամին, որ հնչի սրինգի, փողի, այսինքն նվագարանների ձայնը, բոլոր մարդիկ պիտի երկրպագեն իմ արձանին, բայց այս 3 երիտասարդները հрьяաներ լինելով իրենք ասում էին, որ միայն պիտի մարդ Աստծուն երկրպագի, ուրիշ որևէ թագավորի կամ արձանի չպիտի երկրպագի, եւ չերկրպագեցին եւ որպես պատիժ այս 3-ին գցեցին բորբոքված հնոցի մեջ։ Եվ այս դեպքն է նկարագրում։ Հիմա նորից կարդամ, որ ավելի հասկանալի լինի։ Եթե չես հավատում, ապա լավ հիշի, թե ինչ կատարվեց Անանիայի եւ նրա ընկերների հետ, ինչպես ջրհորներից օգտվեցին։ Պատկերավոր ասում, ջրհորներ, այսինքն ջուրնա չէ կրակը հանգցնում, այնտեղ իրականում ջրհոր չկար, ոչ էլ կրակը հանգեց, բայց իրանք չայրվեցին կրակի մեջ։ Ինչպես ջրհորներից օգտվեցին, քանի դույլ ջուր կարող էր հանգցնել 49 կանգուն բարձրացած բոցը, բայց որտեղ բարձրանում էր բոցը, այնտեղ գետի պես հորդում էր հավատքը, այնտեղ արտասանում էին չարիքի հակաթույն զղջման աղոթքները։ Հիշում եք Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի աղոթքը, ասում են, այս ամեն ինչը մեր վրա եկել մեր մեղքերի պատճառով, մեր անաստվածության պատճառով, իրենք չէին ասում, որ մեզ կռապաշտ թագավորը պատժում, ասում մեր մեղքերն են մեզ պատժում, դրա համար ենք հայտնվել ստեղ, դրա համար ենք մեզ գցել կրակի մեջ, եւ այդ զղջման աղոթքները ասում են կրակի հակաթույններ։ Դու արդար ես այն ամենի մեջ, ինչ բերեցիր մեզ վրա, այդպես էին ասում, Աստծուն էին ասում, այսինքն դու արդարությամբ մեզ գցեցիր այս կրակի մեջ։ Մենք մեղանչեցինք եւ անօրենություն գործեցինք։ Դանիել 3-րդ գլուխ 27-29 համարներ։ Եվ ապաշխարանքը հանգցրեց բոցերը։ Եթե չես հավատում, որ ապաշխարանքը կարող է հանգցնել գեհենի կրակը, ապա այն իմացիր Անանիայի պատմությունից։ Գուցե այստեղ մեզ ուշադիր լսողներից որևէ մեկ ասի, թե Աստված իրավի նրանց փրկեց, քանի որ նրանք չկամեցան կուռքերին պաշտել։ Եվ իրոք այդ էր պատճառը, որ Աստված նրանց զորացրեց, քանի որ այս արդիվ ձեզ ասացի այս ամենը, ինչ անհրաժեշտ էր, այժմ կխոսեմ ապաշխարության մեկ այլ օրինակի մասին։ Ինչ գիտես Նաբուգոդոնոսորի մասին, Սուրբ գրքից չես իմացել, թե արյունարվու էր, վայրենի, առյուծի նման դաժանասիրտ, չես լսել, թե գերեզմաններից հանել էր թագավորների ոսկորները, չես լսել, թե գերեվարել էր Իսրայելի ժողովրդին, չես լսել, թե փորել էր թագավորի աչքերը, նրա զավակներին մորթված ցույց տալուց հետո, այսինքն թագավորի առաջ իր զավակներին մորթեց, հետո աչքերը փորեց գերեվարած թագավորին։ Չես լսել, թե փշրել էր քերովբեներին, չեմ ասում իմացյալներին, քավլիցի, այլ զոհասեղանի կռածո քերովբեներին, ոչ թե ասում է երկնքի քերովբեներին, այլ զոհասեղանի վրա որ քերովբեներ էին պատկերված, փշրեց դրանք, որոնց միջոցով լսվում էր Աստծո ձայնը, այլ զոհասեղանի կռածո քերովբեներին, որոնց միջոցով լսվում էր Աստծո ձայնը,
պղծեց սրբության սրբոցի բարակույրը, վերցրեց բուրվարը և այն դրեց կռատանը, ցրեց բոլոր ընծայաբերվածները, հիմնովին հրկիզեց տաճարը, քանի պատիժների էր նա արժանի, որ սպանեց թագավորներին, հրկիզեց սրբությունները, գերեվարեց ժողովրդին, սրբազան անոթները կռատուն տարավ, միթե նա 1000 պատժի արժանի չէր, Նաբուգոդոնոսորը, տեսար նրա չարիքների մեծությունը, այժմ ուրեմն եկ և տես Աստծո մարդասիրությունը, իսկ Աստված ինչ արեց Նաբուգոդոնոսոր թագավորին։ Նաբուգոդոնոսորն ապրում էր վայրի գազանի նման, անապատում և խարազանվում փրկվելու համար։ Եղունգները դարձան առյուծի ճանկերի նման, քանզի դարձել էր սրբությունների հափշտակիչ։ Մազերը նմանվել էին առյուծի մազերի, քանզի առյուծ էր, սարսափելի ոռնում ու հափշտակում էր, կովի նման խոտ էր ուտում, քանզի անասուն էր և չէր ճանաչում նրան, ով իրեն շնորհել էր թագավորության իշխանությունը։ Հիշում եք այդ պատմությունը, այսինքն Նաբուգոդոնոսորը իր փառքի մեջ, իր հզորության մեջ մեծամտածավ, ասեց ամեն ինչ իմն է, ով է բարձրյալը, ես եմ, ու Աստված իրեն հարվածեց և ինքը անասունի պես դառավ, խելքը կորցրեց, և ասում է, թե ինչպիսին եղավ, և ինչ եղավ, կովի նման խոտ էր ուտում, քանզի անասուն էր և չէր ճանաչում նրան, ով իրեն շնորհել էր թագավորական իշխանությունը, նրա մերկ մարմինը թրջվում էր ցողից, որովհետև տեսնելուց հետո անգամ չհավատաց, որ կրակը հանգավ Սուրբ Հոգու ցողից, մանուկներին որ գցել էր, նույնիսկ այդքանից հետո ինքը նորից մեծամտածավ։ Եվ հետո ինչ կատարվեց, այս բոլորից հետո ասում է, ես Նաբուգոդոնոսորս իմ աչքերը դեպի երկինք ուղղեցի և բարձրյալին օրհնեցի և հավիտյան ապրողին գովեցի ու փառաբանեցի։ Ուրեմն երբ ճանաչեց բարձրյալին և շնորհակալության խոսքեր ուղղեց Աստծուն և զղջաց իր արարքների համար և զգաց իր անկարողությունը, անժամ իրեն վերադարձվեց թագավորական իշխանությունը։ Այսինքն Աստված ներեց։ 19. Ուրեմն ինչ, այսքան չարիքներ գործած Նաբուգոդոնոսորին, երբ նա խոստովանեց, Աստված նրան ներեց ու վերադարձրեց թագավորական իշխանությունը, իսկ քեզ ապաշխարողիդ չի շնորհվի միթե մեղքերի թողություն և երկնային թագավորություն։ Եթե արժանի կերպով կենցաղ վարես, Տերը մարդասեր է և ներելու համար արագ, մինչդեռ պատժելիս համենում է, այսինքն դանդաղում է։ Ուրեմն ոչ ոք թող չկորցնի փրկության հույսը։ Առաքյալներից առաջինը և նրանց գլխավորողը Պետրոս առաքյալը մի փոքր ստրկուհու առաջ ուրացավ Տիրոջը, բայց զղջումով դառնապես լաց եղավ, արցունքները վկայում էին նրա սրտի զղջման մասին և այդ պատճառով էլ ոչ միայն իր ուրանալու ներումը ստացավ, այլև չզրկվեց իր առաքելական պաշտոնից։ Ուրեմն եղբայրներ, քանի որ ունենք մեղանչած և ապաշխարած և փրկված մարդկանց շատ օրինակներ, դուք ևս հոժարական խոստովանեցեք Աստծու առաջ, որպեսզի այդպիսով ստանաք անցյալում ձեր գործած մեղքերի համար թողություն և արժանանաք երկնային պարգևին և ժառանգեք երկնային թագավորությունը, բոլոր սրբերի հետ Քրիստոսի շնորհով, ում վայել է փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ուրեմն Գյուրեղ Երուսաղեմացու այս ամբողջ ուսուցումը ինչի մասին էր, մարդու մեղավոր վիճակի մասին, Աստծո մեծ ներողամտության ու ողորմության մասին և այդ ողորմության արժանանալու համար զղջումի ապաշխարության մասին էր։
այս հատվածը։